Քաղաքական ժեստ, թե անհեռատես քաղաքականություն Վրաստանի իշխանությունների կողմից։ Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա եւ անվճար տարանցումը Վրաստանի տարածքով Հայաստան դեռևս շարունակում է տաք մնալ Ադրբեջանում, դառնալով հանրության կողմից քննարկման լայն թեմա։ Այնտեղ խիստ դժգոհություն են առաջացրել Վրաստանի համապատասխան մարմինների հայտարարությունները, որտեղ ընդգծվում է վառելիքի ընդամենը մեկ անգամյա տարանցման հնարավորությունը։ Ադրբեջանի իշխանական Մինվալ Ազա-Ծավալուն հոդվածով անդրադարձել է թեմային իշխանությունների շուրթերով, որտեղ վրացական կողմին հստակ հասկացնել է տվել, որ Վրաստանը տարածաշրջանային ներկա իրավիճակով պայմանավորված լոգիստիկ առումով մենաշնորհային անձեռմխելիություն այլևս չունի։ Այն ժամանակ, երբ տարածաշրջանը փորձում է անցում կատարել հակամարտության տրամաբանությունից դեպի կապվածության տրամաբանություն, Թբիլիսին ցուցադրում է վարքագծի այնպիսի մոդել, որն ավելի շատ նման է տարածաշրջանային փոխադարձ վստահության տորպեդահարմանը, քան ռացիոնալ տնտեսական ռազմավարությանը։ Այս ընթացքը անխուսափելիորեն Բաքվին կանգնեցնում է այլընտրանքային ուղիներ փնտրելու անհրաժեշտության առջև, ոչ թե որպես ճնշման գործիք, այլ որպես կանխատեսելիություն եւ ռազմավարական ինքնավարություն ապահովելու միջոց։ Գրում է լրատվականը հավելելով ժամանակին կար երկաթուղի, որը Բաքուն կապում էր Ղազախի հետ, հետո շարունակում դեպի Իջևան։ Մինվալը նշում է, որ Բաքուն արդեն իսկ սկսել է նշված երկաթուղու շահագործման կարողությունների գնահատում իրականացնել։ Ադրբեջանի նման ակտիվությունը լոգիստիկ կապերը դիվերսիֆիկացնելու հնարավորությունները պայմանավորված է նաև Հայաստանի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող ճանապարհների ապաշրջափակման եւ Հայաստանի տարածքով Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման հայտարարությունների հետ։ Հրապարակված հոդվածում Ադրբեջանը Վրաստանի նախազգուշացնում է, որ լոգիստիկ կապերը այլևս քաղաքական ճնշման գործիք բանեցնելը անիմաստ է եւ նոր իրողության մեջ տարածաշրջանային արդյունավետ գործակցությունը բխում է բոլորի շահերից։ Իդեպ Թուրքմենստանում կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը։ Կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային, տարանցիկ, նավթագազային, հումանիտար, կանաչ էներգետիկայի եւ այլ ոլորտներում ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերության զարգացման կապակցությամբ։ Վարչապետները քննարկել են նաեւ Միջին Միչանսկի զարգացման կարեւորությունը եւ այդ ուղղությամբ գործընկերության խորացման հեռանկարը։